Բաքվի բանտում անհայտ հանգամանքներում մահացել է ընդդիմադիր գործիչ Իլբեյ Քերիմլին, նա բանտում էր հայտնվել այն բանից հետո, երբ հանդես էր եկել Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի դեմ։ Իրավապաշտպաններից շատերը համարում են, որ այլախոհին սպանել են Իլհամ Ալիևի հրամանով։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ մանրամասներ կարող ես հայտնել։ Իլբեյ Քերիմլին ընդամենը 21 տարեկան էր, միանգամայն առողջ էր մինչ այդ դեպքը, նա ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության ներկայացուցիչն էր, նույն խցում պահվող կալանավորներն են տեղեկացրել հարազատներին, որ նա տեղի ունեցածի մասին, ըստ որոշ տեղեկությունների դա ինքնասպանություն էր, սակայն մանրամասները հայտնի չեն, նույնիսկ այդ կալանավորները նույնպես տեղյակ չեն, թե ինչի հետևանքով է նա մահացել։ Երիտասարդը հայտնի էր դարձել 23 թվականի օգոստոսին, երբ բողոքը հայտնելով Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի դեմ, նրա հուշարձանի պատվանդամին գրել էր Ստալին։ Դրանից հետո երիտասարդը անհետացել էր, մոտ 2 ամիս նրա մասին ոչ մեկ հարազատներից ոչինչ չգիտեր։ Ավելի ուշ երիտասարդների հարազատները իմացան, որ նա կալանավորված է եւ մեղադրվում է թմրանյութերին անօրինական շրջանառության մեջ։ Դատի ժամանակ երիտասարդը հայտարարել էր, որ ոստիկաններն են թմրանյութը գրպանագցել։ Այդ բանտախցում եւ բանտում գտնված շրջանում բազմիցս տեղեկություններ են եղել այն մասին, որ նրան դեմ խոշտանգումներ են կիրառում եւ մեկ անգամ հացադուլ էր հայտարարել երիտասարդը այդ խոշտանգումների դեմ եւ ամենևին էլ այսպես զարմանալի չէ, թե ինչպես ավարտվեց նրա կյանքը։ Երիտասարդի թիմակից նույն ժողովրդական ճակատ կուսակցության գործիչ Գյուլու Մամեդլին տեղի ունեցածի հետ կապած հայտարարություն է տարածել, նրան խոսքերում ասվում է. այդ սպանությամբ Իլհամ Ալիևի կառավարությունը ցանկանում է թուլացնել ընդդիմությունը եւ սարսափ սերմանել հասարակության մեջ։ Իլհամ Ալիև իմացի Ադրբեջանը հյուսիսային Կորեա չես դարձնի։ Հատկանշական է, որ այդ դեպքը տեղի ունեցավ, եթե դա սպանություն է, սպանություն, եթե ինքնասպանություն է, ինքնասպանություն, ամեն դեպքում տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին, այն օրը, երբ Ադրբեջանում նշում են Հեյդար Ալիևի օր։ Նշեմ, որ Ադրբեջանում 4 պաշտոնական օր կա Հեյդար Ալիևի՝ ծննդյան օրը, մահվան օրը, իշխանության գալու օրը եւ իշխանության վերադառնալու օրը։ Եվ կարծում եմ ամենևին էլ պատահական չէր ընտրված այդ օրը Իլբեյ Քերիմլիի վերջը տալու համար։ Եվ եւս մի հատկանշական հանգամանք։ Նրա սպանության մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատվեց այսօր, երբ Իլհամ Ալիևը ստորագրեց նախագահի հրամանագիր հայերի դեմ ագրեսիայում մասնակցություն ունեցած հանցագործներին ներում շնորհելու մասին։ Այսինքն, եթե մարդը ժամանակին հայ է սպանել, բայց դրանից հետո ադրբեջանցու է սպանել, նրա համար դատապարտվել է, նրան ազատ են արձակում եւ ներում են շնորհում, հիշելով, որ նա նաեւ հայ է սպանել, այսինքն լավ բան է արել։ Նույն օրը փաստորեն խոստովանում են, որ սպանել են նաեւ մի երիտասարդի, որը ընդամենը բողոք է արտահայտել Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի դեմ։ Արտյոմ, կարծում եմ դա առաջին դեպքը չէ, երբ սպանվում է Հեյդար Ալիևին վիրավորանք հասցրած անձը։ Դա արդեն ավանդույթ է դառնում այդ երկրում 16 թվականի դեկտեմբերին, երբ թե չեմ սխալվում, մեկ այլ ընդդիմադիր գործիչ երիտասարդ նույնպես Բայրամ Մամեդլին ի բողոք Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի նրա հուշարձանի պատվանդանին գրել էր. շնորհավորում ենք ստրուկների օրվա կապակցությամբ։ Դա հենց այն տոնական օրերից մեկն էր, երբ Հեյդար Ալիևի օրն էին նշում։ Նույն սցենարով նրա գրպանը թմրանյութ գցեցին եւ 10 տարվա ազատազրկման դատապարտեցին։ Ավելի ուշ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը այդ վճիռը անօրինական ճանաչեց եւ պահանջեց, որ Ադրբեջանի կառավարությունը 36,000 եվրո հատուցում վճարի երիտասարդին։ Կառավարությունը ստիպված էին իշխանությունները նրան ազատ արձակել եւ ընդամենը 1.5 ամիս հետո նրա դիակը հայտնաբերեցին ծովում։ Այսինքն կարող ենք միայն ենթադրել, թե ինչ է տեղի ունեցել։ Մեկ այլ նման դեպք, մեկ այլ ընդդիմադիր գործիչ Գիաս Իբրահիմովը նույնպես Հեյդար Ալիևի պատվանդամի վրա գրել էր ներողություն fuck the systems, այսինքն կորչի համակարգը։ Նրան նույնպես թմրանյութ էին գցել գրպանը, նույնպես դատապարտել էին ազատազրկման, հետո Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ճնշման արդյունքում ազատ արձակել, բայց սկսել էին խոշտանգել, ճնշել, հալածել, արդյունքում նա ստիպված էր նախագահի աշխատակազմի շենքի առաջ ինքնասպանության
փորձ ձեռնարկել, ինքնահարկիզում էր իրականացրել։ Այսինքն այս ամենը նույն շարքում պետք է դիտարկել։ Իսկ ինչ հետևանք կարող է ունենալ տեղի ունեցածը։ Սա պես լավ հնարավորություն է ցույց տալու աշխարհին, որ եթե Ադրբեջանում սեփական հայրենակիցների դեմ են այսպիսի դրսևորումներ թույլ տալիս բանտերում, կարող ենք միայն պատկերացնել, թե ինչ պայմաններում են այժմ Բաքվի բանտերում գտնվում հայ գերիները։ Բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, որ նրանցից առնվազն երկուսը ինքնասպանության փորձ են ձեռնարկել։ Տանկների, խոշտանգումների մասին չհաստատված, բայց հավաստի տեղեկություններ ունենք։ Կալանավորները, այսինքն գերիներից երկուսը երկու անգամ հացադուլ են հայտարարել։ Վիգեն Էլջեքչյանը, որի առողջական վիճակը ծայրաստիճան վատ է, ինչպես կարող ենք պատկերացնել։ Նույնը Ռուբեն Վարդանյանը երկու անգամ հացադուլ է հայտարարել սեփական մարդկային իրավունքները ոտնահարելու եւ այդ ծաղրանք հիշեցնող դատարանի մեթոդների դեմ։ Սա իսկապես առիթ է մտածելու, թե ինչ կարող է տեղի ունենալ հայ գերիների հետ, եթե օր առաջ համաշխարհային հանրությունը միջոցներ չձեռնարկի, որպեսզի իրենց ազատ արձակեն։ Շնորհակալություն։